1991 թվականի սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանն անցկացվել է այս դահլիճում և Աշոտ Ղուլյանը խորհրդանշական է համարում 25 տարի անց նույն դահլիճում ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը։ Անդրանիկ նիստն առանձնացավ Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի շուրջ մտքերի փոխանակությամբ։ Հոբելյանական միջոցառումների այս ծրագիրը պիտի էականորեն տարբերվի նախորդներից և բովանդակությամբ և բազմազանությամբ արտացոլի տոնի ողջ խորհուրդն ու իմաստը, ասել է նիստը համանախագահող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախատեսվում է տոնական միջոցառումներ անցկացնել ամբողջ տարվա ընթացքում, ներառելով հանրապետության ողջ տարածքը։ Ավելի շատ տեղերում, ոչ միայն դպրոցներում այդ օրը միջոցառում կազմակերպել, այլ փորձել գյուղերում շատ հաճախակի հանդիպումներ կազմակերպել տարվա արդյունքում։ Տարվա ընթացքում մեր պաշտոնյաների օտարերկրագործուղումները ևս պիտի ուղեկցվեն հանրապետության 25-ամյակը արժևորող միջոցառումներով։ Դրանց կազմակերպման ու անցկացման համար շահագրգռվածություն պիտի հանդես բերեն նաև արտերկրում ԼՂՀ ներկայացուցչությունները։ Հոբելյանական ծրագիրը պիտի նպաստի ԼՂՀ միջազգային վարկանիշի բարձրացմանն ու Արցախի մասին իրազեկվածության շրջանակի ընդլայնմանը։ Առաջարկությունների հիման վրա որոշվեց հայտարարել 25-ամյակի տարբերանշանի և հուշամեդալի մրցույթ։ Մյուս առաջարկը հասցեագրված էր 1991 թվականի պատմական նստաշրջանի պատգամավորներին։ Նիստի մասնակիցների միջոցով փորձենք գոնե 25-ամյակին, ովքեր որ այս պահին կան Ղարաբաղի տարածքում են, գուցե նաև Ղարաբաղի տարածքից դուրս, հրավիրենք սեպտեմբերի 2-ին կամ դրանից առաջ, նույնպես 91 թվականի սեպտեմբերի 2-ի նստաշրջանի մասնակիցների ընդունելություն ինչ որ անենք, որպեսզի այդ մարդիկ նաև իրենց 25 տարի առաջվա ընդունած որոշումների ոգևորությունը նորից կարողանան վերապրել։ ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերությանն ու Ազատ Արցախ թերթի խմբագրությանը հանձնարարվեց պատշաճ լուսաբանել տոնին նվիրված միջոցառումները, պատրաստել տեսահոլովակներ և տպագիր նյութեր։ Նիստի ավարտին ներկաներին առաջարկվել է մեկ շաբաթյա ժամկետում հանդես գալ առաջարկություններով, կազմել միջոցառումների ոլորտային ծրագրեր և ներկայացնել հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 4-ին։ Գոհար Ռուստամյան, Արտավազդ Գրիգորյան, օր.